Ինչի մասին է այս գործը եւ դատարանից ինչ ակնկալիք ունեք։ Գործը իհարկե հերթական այս իշխանությունների կողմից կարված անհասկանալի գործն է եւ այն ինֆորմացիան, որը որ տարածվել է քննչական կոմիտեի կողմից այնքան հեղեղուկ է եւ այնքան վիճելի, որ այս պարագայում գործ անվանել դա պարզապես չի կարելի, ակնհայտ է, որ այս փուլում այս իշխանությունները պետք է գնային ռեպրեսիվ հերթական քայլերին եւ փաստորեն հերթական քրեական գործը կարեին եւ հորինեին։ Ակնկալում եմ ես արդյոք դատարանից օրենքին եւ իրավունքին համապատասխան որոշում ոչ, թեև շատ կուզենայի, որ գոնե այս անգամ դատարանը հաճելիորեն մեզ զարմացներ եւ փորձեր գոնե ապացուցել, որ դատական համակարգը անկախ է գործադիրից, բայց այո, սովորաբար եթե օրինակ գործը քններ Մասիս Մելքոնյանը, մենք բոլորս հենց ի սկզբանե արդեն կունենայինք, չէ, Մասիսը չէ, Մելքոնյան, գործը քննում է դատավորը Աբելյան, եթե չեմ սխալվում, եկեք մեկ վայրկյան ճիշտ ասեմ անունը, որպեսզի Գարիկ Աբելյանն է դատավորը քննում, հետևաբար ուզում ասեմ, այս պարագայում այնպես չէ, որ մենք հենց միանշանակ կարող ենք ասել, որ դուրս են գալու կալանքի որոշումով, բայց գիտեք, մեր դատական համակարգը եւ հատկապես վերջին տարիներին այնքան է դարձել կախյալ, որ շատ դժվար է լինում ակնկալել, որ կկայացվեն արդարացի որոշումներ, հետևաբար դա եմ ասում, ես ուզում եմ, որ հավատալ, որ այս անգամ դատարանը մեզ հաճելիորեն կզարմացնի։ Դուք որպես պատգամավոր այս մեղադրանքից կարող եք ասել, մարդուն մեղադրում են իր գործունեության ընթացքում ինչ-որ ապօրինի տեղեկություններ հավաքագրել պետական գաղտնիք, օրինակ բագնիստից եւ տալ դաշնակից բարեկամ պետությանը, ու դա համարում է պետական դավաճանություն։ Նախ եկեք սկսենք նրանից, որ գործունեության ընթացքում դա տեղի չի ունեցել, այսինքն այն հաղորդագրությունը, որ քննչական կոմիտեն սկզբում տարածեց, փորձում էր ստեղծել տպավորություն, որ Անդրանիկ Թևանյան պատգամավոր է, հավաքել է ինֆորմացիա եւ ներկայացրել է, փոխանցել է ինչ-որ այլ անձանց։ Հետո երբ պարզաբանում եղավ, որ 2024 թվականի ապրիլի 9-ին Անդրանիկ Թևանյանը պատգամավոր չի եղել, հետևաբար չէր կարող ներկա լինել փակնիստին, մեկ էլ հանկարծ հիշեցին, որ այնտեղ ապօրինի ձևակերպում ունեն եւ դրանով են հիմնավորում, որ ապօրինի ինֆորմացիա է ձեռք բերել։ Բայց ես ձեզ հարգել, եթե չեմ սխալվում, Անդրանիկ Թևանյանը նույնիսկ գաղտնիության այդ փաստաթղթի տակ չէր ստորագրել, հետևաբար պատգամավոր լինելու պարագայում էլ նա այդ նիստին ներկա չէր գտնվելու, չէր կարողանալու ներկա գտնվել։ Հիմա այլ գործընկերներից այդ ենթադրյալ ինֆորմացիան եւ ես պարոն Մակարյան, դուք այս դատախազությանը հուշում եք, որպեսզի հաջորդը գնան մնացած բոլոր պատգամավորների տները, ովքեր այդտեղ ներկա են եղել, խորհուրդ կտամ սկսել նաև ՔՊ պատգամավորներից, որովհետև սովորաբար ինֆորմացիա հավաքել եւ ըստ օդում կախված լուրերու ինֆորմացիա փոխանցելու սովորույթը հենց նրանց է պատկանում, բայց խոսելով հենց այդ նույն լսումների մասին, ես պարզապես խորհուրդ կտամ հարգելի լրագրողներին հետ գնալ եւ ուսումնասիրել 2024 թվականի ապրիլի 9-ի եւ դրան հաջորդող հայտարարությունները եւ լրատվամիջոցներում եղած հրապարակումները եւ այլն։ Լսումներին անմիջապես հաջորդեցին հայտարարություններ եւ բազմաթիվ պատգամավորներ հենց այդ հայտարարությունների ժամին ասեցին, որ այս լսումները փակ անցկացնելու իմաստը մենք այդպես էլ չհասկացանք, որովհետեւ լսումների ընթացքում որևէ փակ կամ գաղտնի ինֆորմացիա չփոխանցվեց։ Խոսքը վերաբերում էր սահմանազատման եւ սահմանագծման հարցի վերաբերյալ լսումներին 2024 թվականի ապրիլի 9-ին զեկուցողներն էին այն ժամանակ Մհեր Գրիգորյանը եւ Արադ Միրզոյանը, բայց ես խնդրում եմ մի զլացեք եւ հետ գնացեք ու նայեք այդ օրվա հայտարարությունները եւ դրան հաջորդող հրապարակումները, որովհետեւ լսումները, որ նախաձեռնվել էին ընդդիմադիր ուժերի նախաձեռնությամբ, ընդդիմադիր ուժերին այդպես էլ որևէ հստակեցում, որևէ պարզաբանում չտվեցին եւ մենք բոլորս, այդ թվում նաեւ ես իմ հարցազրույցների ժամանակ շեշտել եմ, որ այս լսումների ընթացքում այս լսումները հերթական անգամ այդ պետական պաշտոնյաների հրապարակային արված հայտարարությունները ԱԺ-ամբիոնից հայտարարություններ անելու հնարավորություն էր տալիս եւ վերջ։ Այլ այդ լսումները մի կողմ, որ ինքը չի մասնակցել, համարենք ինչ-որ տեղից դեռ կա, որովհետեւ որևէ ԿՊ պատգամավոր Անդրանիկ Թևանյանին խաբարացրած ինչը քննարկել։
ձեզ ասեմ, որ ձեզ չեմ ասում, որ անկա ձեզ մասում հիմա Ոչինչ, ես պատրաստ եմ։ Հիմա այդ Անդրանիկ Թևանյանը ո՞նց է փոխանցել օրինակ այլ երկրի, օրինակ Ռուսաստանի եւ որ գործընկերոջն է փոխանցել, որ այդ դավաճանության փաստամյութը։ Ես կարծում եմ այդ բոլոր հարցերին հենց պետք է պատասխանի քննչական կոմիտեն իր վարույթի ընթացքում, որովհետեւ այդ բոլոր հարցերը ծագում են նաեւ մեզ մոտ եւ ինձ օրինակ շատ հետաքրքիր է թե այդ ինչ ապացույցներ են այս անգամ այսպես հորինելու, կտրելու, կպցնելու, որովհետև մեր վարույթները իրականացվում են բացառապես կեղծված ապացույցների հիման վրա եւ ես ինքս էլ սպասում եմ տեսնեմ այս անգամ որքան է նրանց ֆանտազիան բավարարելու, որպիսի ուրեմն կազմեն այնպիսի ապացույցներ, որով որ կփորձեն հիմնավորել այս չգիտեմ ոչ խելամիտ բառերը նույնիսկ չեմ գտնում քրեական գործը։ Վարդանյան, ապացույցների հետ կապված որ ասում եք, երբ որ ասենք ինչ որ մի Coca-Cola-ին տալիս կամ բան, վրազ ապացույցական բազան հրապարակում են։ Այս դեպքում, ասենք, եթե պետք է լինի ձայնագրություն, տեսանալ, դա եթե կա, ինչու չեն հրապարակում։ Ենթադրում եմ դեռ այս պահին իրենք այդպիսի ապացույց չեն կազմել։ Ինչու եմ ասում կազմել, որովհետև սովորաբար ինչ են անում, վերցնում են որևէ փաստաթուղթ կամ որևէ ձայնագրություն, կտրում, կպցնում են իրար, ինչպես բազմաթիվ գործերով դրան ակնհայտ են եղել եւ հետո հրապարակում են։ Ենթադրում եմ այս անգամ այնքան հրատապ են գործել, որ առայժմ այդպիսի ապացույցներ չեն կեղծել։ Ամեն մի թեթև բանի դեպքում, զանցակի դեպքում ապացույցները վրազի հայտ են գալիս, բայց իհարկե մենք ամեն օր ըստ էության լրատվամիջոցներում քննչական կոմիտեի կողմից տարածելուց հետո արդեն տեսնում ենք տարբեր տեսակի ձայնագրություններ եւ այլն, խիստ կասկածելի ձայնագրություններ, հետեւաբար այս պարագայում ես կարծում եմ, որ դեռ ամեն ինչ արժևում է, դեռ իրենք պետք է փորձեն ուրեմն այնպիսի ապացույցներ իրենց համար ձեռնտու ապացույցներ կտրեն, կպցնեն, որ կարողանան այս աբսուրդը հիմնավորել։ Տիկին Վարդանյան, մի բան է, Անդրանիկ Թևանյանը համարում է պրոռուսական գործիչ։ Ես կարծում եմ դրա պատասխանը պետք է տան իր գործողություններին հետևող քաղաքացիները, որովհետև ես չեմ բաժանում որևէ մեկին պրոռուսական կամ պրոարևմտյան, ես դիտարկում եմ Անդրանիկ Թևանյանին պրոհայաստանյան գործիչ։ Երբևէ որևէ գումար ստացել ինչ-որ բանի դիմաց։ Դուք ճիշտ հասցեատիրոջ չեք ուղղում հարցերը։ Որ մի թիմից եք, հետո օրինակ այդ $622,000-ը որ նշում եմ նախ կա թե չէ, թե օրինակ օրինացիվ է եւ եթե իսկապես կա, ապա որտեղից է։ Պարոն Մակարյան, ես այդ հարցին կկարողանամ պատասխանել բացառապես այն դեպքում, եթե դրա վերաբերյալ հստակ ապացույցներ կներկայացվեն։ Հետևաբար ես ոչ միայն կասկածում եմ այս ամբողջ աբսուրդին, այլ նաև կասկածում եմ, որ իրենք կարողանալու են ապացույցներ ներկայացնել նաև դրա վերաբերյալ։ Այսինքն, բայց դուք 622,000 թվի հետ կապված է դոլարի հետ կապված կարող եք ասել։ Ես էլ ձեզ նման այդ ամեն ինչի մասին իմացել եմ քննչական կոմիտեի հայտարարությունից, եւ ես այդ քննչական կոմիտեի տարածած ցանկացած հայտարարություն կասկածի տակ եմ դնում, եւ ես իրավունք ունեմ կասկածի տակ դնելու, որովհետեւ գոնե վերջին տարիների իրենց գործողությունը ապացուցում է դա։ Տեսեք, մի ժամանակ հիշում եմ ինչ-որ շրջանակներ Անդրանիկ Թևանյանին մեղադրում են Սորոսից գումար ստանալու մեջ, չնայած ինքը չի հերթել, ասել է մի անգամ նման փորձել է, հիմա էլ ասեմ ասում Ռուսաստանից է ստացել։ Պարոն Մակարյան, ես էլի կրկնում եմ, ես Անդրանիկ Թևանյանին դիտարկում եմ որպես պրոհայկական գործիչ եւ հետեւաբար ես ակնկալում եմ, որ քննչական կոմիտեն այս աբսուրդը պետք է կարողանա հիմնավորել ապացույցներով, ինչում ես խիստ կասկածում եմ։